Ասեմ, դե հիմա ասեմ։ Մամուլի հետ աշխատանք եք վարչապետի։ Ես հիմա թույլ կտակ ասեմ, թե բերանց պիտի փակեք։ Դուք ասում եք 600,000 թողեք ես Նիկոլ Փաշինյան լրագրողը հարգելի գործընկերն է։ Հանրապետությունում ամենամեծ վաճառվող տպաքանակ ունեցող թերթի խմբագիրն է եղել։ Դուք Նիկոլ Փաշինյանի հետ կարող եք դրանով համեմատվել։ Դուք Նիկոլ Փաշինյանի մի օրքան դուք Նիկոլ Փաշինյանի հետ կարող եք համեմատվել, օրինակ մեկ խմբագրական գրելով։ Դուք օրինակ հիմա էլ մի վարքան դուք կարող եք գրել մեկ խմբագրական, դուք այստեղ ներկաներ որ համեմատվում եք։ Չէ, թողեք ավարտեմ նախադասությունը, մի հարցակվեք մարդու վրա։ Եվ դա օրական, մի վարքան, եւ դա օրական 5,000 հոգու 100 դրամով վաճառել։ Եթե ձեր գրած նյութերի եթե ձեր գրած մի րոպե, եթե ձեր գրած նյութերի դիտումը լինի վճարովի, օրինակ 100 դրամ, օրինակ 100 մի վարքան ավարտեմ, 100 դրամ, ինչ եք կարծում, քանի հոգի կբացի այդ նյութը։ Օրինակ չեք բացառում արդյոք որ աշխարհի վերջն է քանի հոգի 100 դրամ կտա որ այդ նյութի պատասխանը կարդա սա մեկ երկրորդը ինչ վերաբերում է ընտրողների հիմա ժամանակների օրինակներ եք վերում պարոն Եղանովիչ ժամանակ էլեկտրոնային մամուլը ինչ տարբերություն վաճառքը մնում է վաճառքեն ժամանակ թղթով ես վաճառում հիմա էլեկտրոնային ես վաճառում Washington Post-ը այն ժամանակ թղթով էր վաճառում հիմա էլեկտրոնային է վաճառում հա ձեզ հետաքրքիր չի դուք գնացիք հարգելի TV-ին դուք որ ասում եք բացարձակ հետաքրքիր չի հանկարծ չիմանաք այդպես 680,000 ասելով այդպես մանեք եք ինչ վերաբերում է 680,000-ին հարգելի գործընկերներ գոյություն ունի կոլեգիալ մարմիններում սիրելի ամենաազատ մամուլով H2 հեռուստաընկերություն հա բանն եմ ասելու ձեր դիտարկման վերաբերյալ չէ դե մարդը գնում է իրեն եմ ասում դուք չեք գնում ձեզ չեմ ասում Ես հիմա եկեք պարզենք որտեղ է վիրավորանքը։ Եկեք պարզենք։ Եթե դուք Հա ինչա կոռեկտ չի ասելու վիրավորանքը։ Լրատվամիջոցը չեն նայում դիտում կամ չի կա Նիկոլ Փաշինյան։ Հա գոյություն դա գոյություն ունի։ Հա մենք Նիկոլ Փաշինյան չենք, դուք ճիշտ եք ասում։ Չէ, դե Նիկոլ Փաշինյան չենք։ Քանի որ դուք ամեն ինչում դուք եք չէ թեման բացում։ Մարդու անունը դուք եք չէ տալիս։ Մարդու անունը դուք տվեցիք, ասցիք այ որ Նիկոլ Փաշինյանը սենց էր անում։ Ես էլ ասացի, որ համեմատվում եք։ Մյուս բաներով ինչի չեք համատում, դա վիրավորանք։ Չամենևին։ Բայց դուք չեք թույլ տալիս, ես իմ միտքը դուք թույլ չեք տալիս, որ ես իմ նախորդ միտքը ավարտեմ։ Կոլեգիալ որոշումներ կայացնելու process-ում, ինչպես օրինակ պետական կոլեգիալ մարմիններում, ինչպես սահմանադրական դատարանը օրինակ, ինչպես ազգային ժողովը, երբ այդ մարմնի անդամների քվեարկությանը մասնակցած կեսից, քվեարկության իրավունք ունեցողների կեսից ավելին որևէ որոշում է կայացնում, դա համարվում է այդ կոլեգիալ մարմնի որոշում։ Ընտրությունների դեպքում այդ որոշումը կայացնում է բնականաբար քվեարկությանը մասնակցած քաղաքացիների կեսից ավելին եւ հետո խոսակցական լեզվում ասում են ժողովուրդը որոշեց այսպես կամ ժողովուրդը որոշեց այնպես եւ ի պատասխան երբ որ մեր շատ հարգելի լրագրողներն ասում են ժողովուրդ չի 680,000 քաղաքացի է իրանք նախ վիրավորում են այդ 680,000 քաղաքացիներ եւ երկրորդ չեն հասկանում որ ցանկացած երկրում իշխանությունը չի ձևավորվում 100% ձայնով, այդպիսի բան չկա։ Լինում է ԱՄՆ-ում եղան, Ֆրանսիայում եղան, որտեղ է իշխանությունը 100% հավաքում։ Հավաքում ասենք 60%, 40%-ն էլ չի հավաքում։ Այդ չի նշանակում, որ դուք պետք է ասեք, գիտեք ինչ, այսինչ երկրում ղեկավարությունը վայելում է ժողովրդի այս մասի աջակցությունը կամ բան։ Սա ուղղակի գիտեք ինչ եմ ասում, որ ցույց տամ։ Հիմա կասեմ դուք կվիրավորվեք, բայց վիրավորվելու բան չկա, որովհետև, չէ, մասիվ կոռեկտ չի դուք վիրավորվեցիք։ Դա մանիպուլյացիա է, դա վիրավորական է, թե չէ։ Դա մանիպուլյացիա, այսինքն դուք բոլոր են մարդիկ, ովքեր ասում են իրենք ժողովուրդ չեն, իրենք 688,000 քաղաքացի են։ Չէ, բայց ես ասեց, մի րոպե, լրագրողը հարց շատ լավ։ Հիմա ասեմ ոնց եք ասել։ Հիմա ասեք ոնց եք ասել։ Չենք ասել ժողովուրդ չի։ Ուրեմն շողիկը հարցրեց, բա դուք ո՞նց եք խոսում ժողովրդի անունից, ես ասացի, քանի որ մենք ունենք այդ քվեն։ Ինքն ասեց, դուք չունեք ժողովրդի քվեն, այսինքն ինքը այդքանին չհամարեց ժողովուրդ։ Հետևաբար։ Պարոն Եղոյան, դուք որ ասում եք ամեն ժողովրդի անդամը պետք չի հայ եթե։ Ես այդպես չասեցի։ Ես ասացի ամեն մի բնակչի, ես ասացի պետք չի եթեր տալ։ Ես ասացի մի հոգի խոսում է բազմաթիվ մարդկանց
անունից պետքա ճշտել, թե այդ բազմաթիվ մարդիկ արդյոք համաձայն են իր հետ, թե չէ։ Հիմա մի հոգի կարող է ասել, հիմա մի հոգին իր անունից կարող է խոսել։ Հիմա մի հոգին, որ օրինակ ասում է ամենայն հարգանքով այդ քաղաքացու նկատմամբ ասում է Նիկոլ Փաշինյանի քաչալը պաչեմ, դա պետք է հերարձակել, թե ոչ։ Ալավերցի մի հայրենակից։ Դա ասեմ, եթե նման բաներն էլ ես պիտի ասեմ, քանի որ դա իր մեջ որևէ ինֆորմացիա չի պարունակում, դա իր մեջ որևէ փաստական տվյալ չի պարունակում, դա քաղաքացու վերաբերմունքն է Նիկոլ Փաշինյանի հանդեպ։ Դա ըստ նախասիրության կարող եք տալ եթեր կամ կարող եք չտալ, որտեղ այդտեղ չկա ճիշտ ու սխալ։ Վաղը ոչ մեկ չի կարող ասել դա սխալ տեղեկություն է կամ ճիշտ տեղեկություն է, բայց այն տեղեկությունը, որը փաստական է, այսինքն ասում է 5 հոգի մտավ սենյակ։ Բայց չարժին նայել 5 հոգի մտավ սենյակ, թե չմտավ սենյակ։ Մեկ հարցել պարոն Եղայան, դուք որ ասում եք չեք կարող Նիկոլ Փաշինյանի հետ համեմատվել եւ այլն լրագրողական առումով։ Ես այդպես չասեցի։ Ես ասի, եթե համեմատվում եք, այն լավ կողմերով էլ համեմատվեք։ Բոլոր կողմերով համեմատվեք։ Դուք ասում եք Նիկոլ Փաշինյանը այսպիսի ակցիա էր անում, այսպես էր անում, այսպիսի հարցեր էր տալիս, բայց մյուս ֆակտորն այն որ մարտի 1-ից հետո եւ 10 օր թերթեր տպել արգելված էր արտակարգության պայմաններով։ Հետո 11-րդ օրը երբ տպվեցին առաջին թերթերը, երբ կիլոմետրանոց հերթեր էին կրպակների դիմաց, կիլոմետրանոց 5-10 րոպեում այդ թերթերը սպառվում էին։ Բա դա ինչի չեք ասում։ Դուք կարող հիմա էլեկտրոնային է, չէ՞, փայլակն ասում է։ Հիմա էլեկտրոնային է, դուք կարող եք էլեկտրոնային նյութ, ես չեմ ուզում էլի, չեմ վիրավորում, իսկապես, ուղղակի ափսոսում եմ դրա համար։ Դուք կարող եք մի նյութ գրել, որը դիտելու համար 5000 հոգի 100 դրամ կվճարի։ Ոչ թե անվճար ու անհասկանալի ֆինանսավորմամբ ինչ որ աղբյուրներից կլինի դա, այլ ձեր բաժանորդները, որտեվ դա անվճար է, իսկ եթե լինի վճարովի, ինչպես թերթ կարդալն է, իսկ դու գիտեք, որ ձեր նշած թերթերը, իսկ դու գիտեք, որ ձեր նշած թերթերը, այսինքն որ ասում եք աշխարհում փոխվել է, այն թերթերը ունեն բաժանորդագրություն, ազատ անկախ թերթերը ունեն բաժանորդագրություն, ասենք Ֆրանսիայում, Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ մարդիկ վճարում են այդ թերթերը կարդալու համար։ Հետեւաբար մարդիկ դա համարում են արժեք իրենց համար։ Դուք եկել հիմա ինձ ասում եք չեք բացառում, որ վաղը սա կլինի կամ նա կլինի, դա կարդալու համար ոչ մեկ 100 դրամ չի վճարի։ Ես դա եմ ասում, ուզում ասեմ, քանի որ այսքան ազատություն կա երկրում մամուլի, գոնե լավ օգտակար ձևով վերաբերվեք, էլի այդ ազատությանը ոչ թե ուղղակի սենց չգիտեմ, էլի, սենց Պարոն Եղոյան, քիթերի կյանք ունեցող տեղեկություններ կամ սխալ տեղեկություններ։ Պարոն Եղոյան, տվեք։ Պարոն Եղոյան։ Սիրով։ Պարոն Եղոյան, այդ դեպքում Ինչի փայլակ ջան։ Պարոն Եղոյան, հարց եմ տալիս։ Հոգնածրեցի։ Պարոն Եղոյան։ Շատ լավ։ Դե ոչինչ, ինչա, ես էլ իմաստ չէի տեսնում խոսելու, բայց հարգանքից դրդված խոսեցի։ Լավ, Ժորժան, եթե հարց չեք տալիս, թողեք հարց։ Եկեք առանձին, եկեք նա։ Պարոն Եղոյան, ներողություն, հա։ Այ դուք անկախների մեջ եք նշված, եկեք։ Հետո ասում եք սեգրեգացնում եմ։ Պարոն Եղոյան, հարց եմ տալիս, տեսեք։ Բոլորին հետաքրքիր է դա։ Եթե դա չի կարող են գնալ։ ասեմ քո անկախ Պարոն Եղոյան, տեսեք, այդ դեպքում որ ասում եք, որ այսպես բան կար հիմա որակյալ մամուլին բաժանորդագրվում են էլեկտրոնային տարբերակի։ Այդ դեպքում եւ սա առանց հեգնանք եմ ասում, որտեւ ես աշխատել եմ հայկական ժամանակում, ինձ համար շատ հոգեհարազատ հայկական ժամանակի էլեկտրոնային տարբերակին ինչու չեն բաժանորդագրվել, որտեվ այդ մշակույթը չկա Հայաստանում, այդ եմ ասում, որտեվ բաց է։ Չէ, բայց այն ժամանակ, երբ բաժանորդագրման փոխարեն տպագիր թերթն էր դրած կրպակում եւ դա գնելու համար դու պիտի վճարեիր, ասում եմ, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանի խմբագրած թերթը վաճառվում էր ամենամեծ ես օրինակ եմ ոչ թե իրան եմ գովում, ուզեմ ասեմ դա մի պրոդուկտ է, որի համար, որը ընթերցելու համար մարդը ամեն առավոտ իջնում 100 դրամ վճար։ Հիմա դուք որ համեմատվում եք, ասում եք Նիկոլ Փաշինյանը սենց էր անում, դրանով համեմատվում եք։ Դուք էլ իր մոտ եք, իր խմբագրած թերթում եք, չէ, աշխատել։ Բա ասենք այդ լավ կողմը։ Նարեկ ջան, այդ լավ կողմը ինչի չեք ուզեցել դա էլ վերցնել, օրինակ, գերազանցել նույնիսկ իրան, ինքը 5000 տպականակով է։ Բայց կարող է հիմա Նարեկն ունի YouTube-յան ալիք, որը Հա, տեսա իդեպ, տեսա։ Հա, այդ առումով հա, ճիշտ է։ YouTube-յան ալիքը տեսա, այդ առումով Նարեկը հագին
պրոգրես ունի, ահագին պրոգրես ունի, բայց մոնետիզացիան կա YouTube-ի Չէ, Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանի խոստումը չի կատարվել, որ 24 կկատարվի, հիմա ԲՏԱ-ն աշխատում է այդ ուղղությամբ, դե սովորական մեր Ձեզ մի տարի է մնացել, հետո կարող է ժողովուրդը ձեզ չընտրի։ դե չընտրի